Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր մարտի 9։ Եվ այն քաղաքի խաղաղությունն ուզեցեք, ուր որ ես ձեզ գերի եմ տանել տվել, և աղոթք արեք նրա համար Տիրոջը, որ նրա խաղաղությունովը ձեզ խաղաղություն կլինի։ Երեմիա 29-7 խոսք։ Այս խոսքում ներառված սկզբունքը մեզ բոլորիս, Տիրոջ օտարականներիս և պատնուխտներիս, հուշում է, որ մենք պետք է ձգտենք նպաստել այն ժողովրդի խաղաղությանն ու բարգավաճմանը, որի մեջ ապրում ենք։ Հատկապես մեր ազգն ու քաղաքը պետք է օրհնվեն մեր մշտական միջնորդությամբ։ Ձեր երկրի և այլ երկրների համար անկեղծ աղոթքը վայել է յուրաքանչյուր հավատացյալի շուրթերին։ Եկեք ջերմեռանդորեն աղոթենք խաղաղության մեծ օրհնության համար, թե մեր հայրենիքում, թե դրսում։ Եթե մեր փողոցներում արյունահեղություն լինի, կամ եթե արտաքին հակամարտությունները սպանեն մեր քաջարի զինվորներին, մենք բոլորս պետք է սգանք աղետի համար։ Եկեք աղոթենք խաղաղության համար և ջանասիրաբար խթանենք այն սկզբունքները, որոնց միջոցով հայրենիքում և դրսում ապրող ազգերը կարող են միավորվել բարեկամության կապերով։ Մեզ խոստացված է խաղաղություն կապված ազգի խաղաղության հետ, և սա խիստ ցանկալի է, քանզի այդպես մենք կարող ենք մեր ընտանիքները դաստիարակել Տիրոջ երկյուղով և նաև քարոզել ավետարանը առանց խոչընդոտների կամ սահմանափակումների։ Ուրեմն, այսօր եկեք աղոթենք մեր երկրի համար, խոստովանենք մեր ազգի մեղքերը և խնդրենք թողություն և օրհնություն մեր ազգի համար՝ ի փառս Հիսուս Քրիստոսի։